Հիմա էլի անընդհատ քննարկվում է ծրագիրը, ինչը ավելի հասկանալի թեմա է։ Ես ձեզ մի բան ասեմ, անընդհատ խոսում է կառավարությունը ծրագրի այս կետը, այն կետը, ես ասել եմ, բայց էլի ուզում եմ ընդգծեմ, աշխարհում ուրեմն չի եղել, չկա եւ չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100%-ը իրականացրած լինի, տենց բան պարզապես գոյություն չունի։ Դա նոնսենս է։ Հետևաբար հարց է, բայց ծրագիրը ինչ է կազմում։ Ծրագրում արձանագրվում է այն խնդիրները, խնդիրների այն շրջանակը, որը պետք է կառավարությունը լուծի։ Հիմա մենք ինչ կարող ենք ասել մեր ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին ազգային ժողովում 70 կողմ ձայնով։ Եվ կառավարության ծրագրի այդ ընդունված 5-րդ կետում գրած է. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Այս խորհրդանում ընդունված ծրագիրն է։ Ես այսօր բացեցի նայեմ, մեծագույն ինչ է նշանակում։ Մեծագույն։ Հա, բառարանով նայեմ, էլի, որ չստացվի, որ մեծի գերադրական աստիճան, այսինքն ամենամեծը, ուրիշ բացատրություններ էլ կան, բարձրագույն, գերագույն, վեհագույն, վսեմագույն։ Այսինքն կառավարության ծրագրում կա մի բարձրագույն, վսեմագույն առաքելություն, եւ դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն մենք մեր մեծագույն առաքելություն իրականացրել ենք։ Այս մարդիկ ասում են, չէ, դա խաղաղությունը չի։ Բա ո՞րն է խաղաղությունը։ Ո՞րն է խաղաղությունը։ Ընդհանրապես այս հարցը շատ հետաքրքիր է։ Էդ էլ եկեք արձանագրենք, այդ բանավեճը նորմալ է, ո՞րն է խաղաղությունը, որովհետև մենք չգիտենք ո՞րն է խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե ո՞րն է խաղաղությունը։ Եվ մենք սա իմանալով չենք գնում սրան նրան հարցնում, ո՞րն է խաղաղությունը։ Մենք ասում ենք, ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն է նա, որ մի տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում։ Մեկ այս ամբողջն է խաղաղության, ոչ։ Խաղաղությունն է նա, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում։ Խաղաղությունն է նա, որ Հայաստանը ապաշրջափակ գնաց կամտել Հայաստան Ադրբեջանի տարածքով վերջին 30 քանի տարում։ Այսինքն ենթադրաբար 91 թվից այս կողմ գնաց չի մտել։ Գնաց կամտել, որը բերել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարա հացի մեջ օգտագործվի։ Լսեք, այդ ցորենի մի մասը ես չգիտեմ, ինձ դա չի հետաքրքրում, ես անկեղծ չեմ էլ հետաքրքրվել, բայց կարան մի րոպե այդ ցորենի մի մասը, չէ, մի րոպե, էլի կարան ցորենի մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ ցորեն մի թեփը դրա կարան տան խոզերին։ Այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։